Նրա հավաքած նյութերի մի մասը կորսվել է եւ սա իհարկե այն բանի արդյունքն է, որ նա 1915 թվականի ապրիլի 24-ի ձերբակալվածների թվում էր։ Այսինքն Կոմիտասը դարձել է նաեւ հայոց ցեղասպանության զոհերի խորհրդանիշներից մեկը, որովհետեւ ինքն էլ կարելի ասել հոգեբանական զոհն էր այս ցեղասպանության։ Կոմիտաս վարդապետը ցեղասպանության օրերին ձերբակալվելուց հետո 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալությունից հետո իհարկե որոշ ժամանակ անց ազատ է արձակվել, սակայն նաև շարունակելով տեսնել թե ինչ է կատարվում ցեղասպանական վայրագ այդ գործողություններից քաջատեղյակ լինելով, նա բնականաբար հոգեբանական ծանր ապրումների մեջ է եղել։ Եվ գոյություն ունի վարկած, որ նա դեռևս արդեն 1919 թվականին իբրև ֆիքսել են, որ հոգեկան որոշ խնդիրներ է ունեցել։ Սակայն մասնագետներ կան, ովքեր որ համակարծիք չեն այս պնդման հետ եւ գտնում են, որ Կոմիտասը ամենևին էլ հոգեկան խնդիրներ չի ունեցել եւ այն պնդումը, որ շարունակաբար տեղ է գտնում, որ նա հոգեկան հիվանդությունից է ի վերջո մահացել 1935 թվականին, ոչ բոլորի մոտ է գտնում ընդհանուր համաձայնություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։